1.5 տարի առաջ բանակում մահացած պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ 30-ամյա լեյտենանտը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել։ Գործով մեղադրվող 3 զինվորները չեն ընդունում, որ լեյտենանտին ինքնասպանության են դրդել։ Ըստ ուժողի ներկայացուցիչների սպանության վայրում խոհանոցում տեղի ունեցածի մասին լավատեղյակ զինվորը, քանի դեռ գտնվում է զինվորական ծառայության մեջ, կվախենա իրականությունը ասել։ Զորամասի խոհարար 20-ամյա Արման Մնացականյանը ինչպես երեկվա նիստին, այնպես էլ այսօր դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ։ Նա նշեց, թե ոչինչ չի հիշում, դատարանին էլ առաջարկեց օգտվել իր նախաքննական ցուցմունքներից։ Կոնկրետ հիմա չեմ հիշում, բան հարգել դատավորը ասում։ Ինչքան հիշում ես այդքանը ասա։ Չեմ կարող։ Ում ես տվել ցուցմունք։ Քննիչ։ Որտեղ։ Իր աշխատանքային սեղանում։ Դու ես գրել, թե քննիչը ինչ ասել է ես գրել։ Քննիչն է գրել։ Քննիչը ինչ հորինել է, թե դու ես պատմել։ Դու ես պատմել։ Դատավոր Մարդանյանը որոշեց ցուցմունք տալուց հրաժարվող զինվորին հարցաքննել հաջորդ դատական նիստին։ Մյուս վկան Վաշտի հրամանատար Գագիկ Կուդումյանն էր։ Նա դատարանում հայտարարելով, թե Նազարյանը թույլ սպա էր ու զինվորները նրան երբեմն չեն ենթարկվում, նշեց նաև, որ խնդրի լուծման ուղղությամբ ըստ էության միջոցներ չի ձեռնարկել։ Վկան դրսևորել է իշխանության անգործություն, ինչը առաջացնում է քրեական օրենսգրքի 375 հոդվածով նախատեսված հանցակազմ։ Եվ քրեական դատավարության օրենսգրքի 184 հոդվածի առաջին մասը հիմք ընդունելով մենք միջնորդում ենք դատարանին համապատասխան միջնորդությամբ հանդես գալ դատախազության առաջ սույն վկայի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու։ Դատարանը որոշեց միջնորդությանն անդրադառնալ հետագայում։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարտիրոսյանը պնդում է, թե Վաշտի հրամանատարը մասնակից է Նազարյանի սպանությանը։ Նա նկատի ունի Նազարյանի ծոցատետրը, որի գոյության մասին իմացել է Վաշտի հրամանատարը։ Դեպքից հետո Վաշտի հրամանատար Ուդումյանը հրահանգել է ստուգել Արտակի գրպանները։ Մենք կարծում ենք, որ նա փախել է դեպքից հետո հիշել է, որ ապացույց է թողել իրեղեն դեպքի վայրում Արտակ Նազարյանի գրպանում, որտեղ Արտակ Նազարյանը ամեն օր գրառում էր կատարում, եւ նա պաստորեն, ինչպես է Նազարյանը նոր ասեց, այդ օրագիրը իրենք կարելի ասել ոչնչացրել են։ Օրագիրը որպես ինչպես մենք կարող ենք իմանալ ինչա գրել, եթե այդ օրագիրը չկա։ Այսինքն օրագրի այդ էջերը, որտեղ Արտակ Նազարյանը այդ վերջին օրերի գրառումներն կատարել չկա։ Ըստ մեղադրանքի Տավուշի մարզի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված Մեհրաբներ Զորամասի հսկողությանը հանձնված Ղոզլու կոչվող մարտական հենակետի ավագին ինքնասպանության են դրդել նրա 5 ծառայակիցները։ Նրանք իբր ստորացրել են Նազարյանին, նա էլ չդիմանալով հենակետից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող բլրի վրա իր իսկ զենքով վերջ է տվել կյանքին։